Պարոն Սիմոնյան, դուք Վաղաշապատի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուն եք, ինչ ծրագրեր եք առաջարկում բնակչությանը և ինչու հենց ձեզ պետք է ընտրեն։ Բարև ձեզ, ծրագրերը մենք առաջարկում ենք, լավ ծրագրեր ենք առաջարկում, զարգացնելու ենք մենք գյուղատնտեսությունը, մենք բերել ենք բարեկեցություն Վաղաշապատ խոշորացված համայնքի բնակիչներին, թե տրանսպորտի զարգացում, թե լինելու են զեղչեր մեր համաքաղաքացիների համար, լինելու են զոհվածի ընտանիքի անդամներին տրանսպորտից օգտվելու են անվճար, մեր վիրավոր զինծառայողներն օգտվելու են անվճար, մեր բազմազավակ ընտանիքի անդամները տրանսպորտից օգտվելու են անվճար, բոլոր ուսանողները տրանսպորտից օգտվելու են անվճար, մենք փոխելու ենք տրանսպորտային պարկը, մենք զարգացնելու ենք քաղաքը, մենք զարգացնելու ենք գյուղատնտեսությունը, մենք փոխելու ենք համակարգը թե ջրային, թե ոռոգման ջրի, մենք աշխատեցնելու ենք բոլոր այն մասնավոր ընկերություններին, ովքեր վատ են, թերանում են իրենց գործառութային պարտականությունների մեջ, մենք բարեկարգելու ենք աղբահանությունից սկսած, այս պահին խոշորացված համայնքում է կենտրոնացված ամբողջ Վաղաշապատ համայնքի աղբահանությունը, որը լուրջ խնդիր է բնապահպանական նաև քաղաքացիների համար, ես ինքս որ գնում եմ, ես Խոյ համայնքի Աղավնատուն գյուղից եմ, առավոտը համայնքը արթնանում է ծխի մեջ, թույնի մեջ, չունենք ոչ մի նորմալ պայմաններ, թե փողոցները, ճիշտ է իրենք ամեն օր ասում են մենք ասֆալտապատում ենք, մի քանի ասֆալտ անում են, աշխատում են, ընդամենը մի մոստ էին այս վերջերս կառուցել Ծաղկունք համայնքում, բայց կարծես իշխող ուժը այնպես է ներկայացնում, կարծես իրանք կառուցել են Ղրիմի կամուրջը կամ Ատլանտյան Եվրոպան միացրել էին Ամերիկա ցամաքին։ Մենք անելու ենք ամեն ինչ, անվճար է լինելու մեր մանկապարտեզների երեխաների համար, այս պահին իմ երեխան հաճախում է մանկապարտեզ, ամեն ամիս մենք մուծում ենք 10,000 դրամ, դա չնչին գումար է համայնքի համար, դպրոցները գտնվում են վատ վիճակում, մենք կայցել ենք մի քանի դպրոցներ, եթե ես այդ դպրոցում հաճախ էի որպես աշակերտ, ես չէի կարողանա կենտրոնանալ և սովորել, քանի որ աղքատիկ, ընկճված, տարական պայմաններից զուրկ և իշխող ուժը ամեն օր ներկայացնում է, մենք այս ենք անում, այն ենք անում, մենք ապացուցելու ենք, մենք անելու ենք, շատ հաճախ ինձ հարց են տալիս, ինչպես եք անելու, ասում եմ մենք չենք ուտելու, հարկը ծառայելու է համայնքին, հայկը ծառայելու է ժողովրդին, մեր վճարած, ձեր վճարած հարկերը ծառայելու են այս նպատակին։ Պարոն Սիմոնյան, որպես ընդդիմադիր քաղաքապետի թեկնածու, ձեր մեջ այս պահին որևիցե վախ կա, թե ոչ, և եթե ձեզ հաջողվի և դուք դառնաք քաղաքապետ, ինչ եք կարծում, օրինակ Մերձավանում, Փարաքարում ընդդիմադիր թեկնածուն սպանվեց, Գյումրիի քաղաքապետը կալանավորվեց 2 ամսով, այստեղ ինչ է լինելու։ Ես ընդհանրապես վախ չունեմ, ես անվախ եմ, ես վախենում եմ միայն իմ Աստծուց եմ վախենում, ես 15 տարի ծառայել եմ առաջի կարգի զորամասում, եղնիկներում, և ես հակառակորդից ընդհանրապես չեմ վախեցել, մասնակցել եմ 44-օրյա պատերազմին, ես ընդհանրապես էլ եմ ասում, չեմ վախեցել, եթե թուրքից չեմ վախեցել, հաստատ հայ-թուրքից ընդհանրապես չեմ վախենալու։ Որևէ խոչընդոտների այս ժամանակահատվածում հանդիպել եք, որ լինի իշխանական, այսօրվա իշխանության կողմից։ Խոչընդոտները շատ են, օրինակ եթե դուք նկատել եք ամբողջ ճանապարհը, քանի որ իշխող ուժը նրանք են, ամբողջ բյուջեն տնօրինում են նրանք, իմ հարկերի, իմ համաքաղաքացիների հարկերի հաշվին պաստառներ են կառուցել մեծ, կեղծիքներով սկսում են արդեն, օրինակ մի քանի օր է Խոյ համայնքում հավաքագրում են մի 2 տարի առաջվա կարկուտից տուժած բնակիչներին հավաքագրում են անում, որ այդ գումարները տան, հարց, ինչու անցյալ տարի կամ այս տարի գարնանը դուք այդ գումարների փոխհատուցումը չէիք անում, եւ որքան գիտեմ այսօր վերջին օրն է տվյալների հավաքագրման, ես խոչընդոտները շատ են,
Մենք հաղթելու ենք հայ ժողովուրդը, Վարշապատ համայնքի քաղաքացիները։ Նրանք ամեն օր տեսնում են, այս բանից սկսել են շատ ուժեղ ասֆալտապատման աշխատանքներ։ Այսօր ես ոտքով շրջում էի քաղաքում, լվանում են, մաքրում են, ներկում են, բա ինչի դա չէիք անում 3 ամիս առաջ, երբ որ ձեր նախկին ներկայացուցիչը քաղաքապետի դա Դիանա Գասպարյանն էր։ Բա Դիանա Գասպարյանից հետո խի չէիք անում, հիմա ընտրաշավը սկսել են ցույց տալ իրենց իրական դեմքը։ Ես էլ եմ շնորհակալ։